Ինչու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանգնած չէ արցախցիների կողքին։ Չի այցելում Ազատության հրապարակ, որտեղ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո բողոքի վրան են բացել արցախցիները։ Որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու, մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակը։ Մեծ հանրահավաքի ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում հանրահավաքին։ Ինձ չտեսակ, բայց իմ բոլոր հարազատներն։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում, որ Արցախի նախագահը չի աջակցում արցախայությանը սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարում։ Որպես ապացույց Շահրամանյանը նշում է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ։ Ես այդ խորհրդի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները 3 հատ ունեցել։ Վրան եք գնացել դուք։ Ոչ, իրանք են գալիս։ Մամուլը գրում է, որ Շահրամանյանին արցախայության պայքարին աջակցել արգելում է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Ըստ հրապարակ օրաթերթի, Աբազյանի ուսերին է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը։ ԱԾ տնօրենի հետ իր կապերը չի հերքում Շահրամանյանը, բայց դրանք այլ նպատակ ունեն ըստ Արցախի նախագահի։ Պարոն Աբազյանի հետ, ինչպես տեղյակ եք, ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել եւ մենք ծանոթ ենք եւ գործընկերային հարաբերություններ բացի դրանից։ Այդ հարաբերությունները ուղղված են նաեւ մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը, հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ հանձնաժողովի ղեկավարը։ Ընդհանրացնում են հարցը լրագրողները։ Հայաստանի իշխանությունը ճնշում է Արցախի նախագահին։ Շահրամանյանն ասում է, որ բռնի տեղահանումից հետո որևէ կապ չի ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջին դեմքերի հետ, որոնք պարբերաբար իրենց հայտարարություններով բորբոքում են արցախայության նկատմամբ ատելությունը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Ճնշում կա, որից դուք զգուշանում եք։ Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները։ Ամենամոլի հակարցախյան տրամադրություններ գեներացնող ՔՊԱ-ականներից Անդրանիկ Քոչարյանը ըստ Շահրամանյանի ներողություն է խնդրել իրենից։ ՔՊԱ-ականը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Շահրամանյանն ավելի լավ ինքնասպան լիներ, քան ստորագրեր Արցախի լուծարման հրամանագիրը։ Նույն հայտարարություն անողը անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը։ Նոր ճշմարտություններ է բացահայտում Շահրամանյանը, արձագանքելով մեղադրանքներին, թե Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, որովհետև արցախցի պաշտոնյաները հրաժարվել են բանակցել ադրբեջանցիների հետ Սոֆիայում։ Արցախի նախագահը վստահեցնում է, իրենք ոչ միայն Սոֆիայի բանակցություններից չեն հրաժարվել, այլև այդ նախաձեռնությունից 15 օր անց արված առաջարկից բանակցել Բրատիսլավայում, անգամ տոմսերն են գնված եղել, Ադրբեջանն է հրաժարվել հանդիպել։ Մենք տվել ենք դրական պատասխան, որ մենք պատրաստ ենք գնանք, բացի դրանից 15 օր անց Սոֆիայի առաջարկից հետո եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որոնք մենք ընդունել ենք եւ մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու եւ Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շարքումները կապված են փորձել սեփական, քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարթել ինչ-որ մեկի վրա։ Առհասարակ Շահրամանյանն ընդգծում է, որ տարբեր ժամանակներում ադրբեջանցիների հետ բանակցել են Արցախի տարբեր ներկայացուցիչներ, ու դա փաստ է, որ հերքել չի կարելի։ Արցախի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա մասին հայտարարել է եւ Վիտալի Բալասանյանը, որ մինչեւ 22 թվականի վերջին կբանակցել է։ Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, որ ինքը բանակցությունների մեջ էր։ Այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ բանակցությունների մեջ էր, հանդիպումների մեջ էր, այդ թվում դրա մասին շատ լավ տեղյակ են Հայաստանի իշխանությունները։ Իդեպ ըստ մամուլի Սամվել Բաբայանն է հրահրում Արցախի ներկայացուցչության դեմ ցույցերը, նպատակ ունենալով Արցախի նախագահ դառնալ Շահրամանյանի փոխարեն, որի լիազորությունները պետք է ավարտվեին մի քանի օրից, բայց Արցախի ազգային ժողովի վերջին օրենսդրական փոփոխություններով կարծես թե երկարաձգվել է այդ ժամկետը, ընտրություններ անցկացնելու անհնարինության հիմքով։ Ես 3 Սամվել Բաբայանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր ինչ-որ առնչությունը այս բողոքի ակցիային եւ տարածել է համապատասխան հայտարարություն։ Արցախի պետական կառույցների գոյությունը պահպանելը կարևոր է ըստ Շահրամանյանի, հետագայում որևէ հարցով բանակցելու դեպքում լեգիտիմ ներկայացուցիչներ ունենալու համար։
Արցախի նախագահը բոլորիս հորդորում է Արցախը լուծարված չհամարել։ Նույնն է պահանջում Հայաստանի իշխանությունից, որ ուզում է վերացնել արցախյան հակամարտության կարգավորման համար ստեղծված այս պահին միակ լեգիտիմ միջազգային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արցախ էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Լիլիթ Սարգսյան, Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան եւ Անի Խանդիլյան, Հայլուր։